Ձեզ անձամբ ինչ խնդիրներ են այսօր հուզում, ինչ հոգսեր ունեք։ Կուզենամ, որ իմ հարազատները հետ կան Հայաստան։ Աղբերս է, աղբորս երեխեքն են, նման բաներ։ Տխուր է ստեղ, էլի։ Հարազատ չի մնացել, մենակ մանկուկ եմ տեղ։ Թոշակառու մարդ։ Վեճերը, հարևանների մեջ էլի սոցիալականի հետ կապված։ Մի խոսքով կառավարությունը մտածելու ահագին բան ունի ժողովրդի մասին, ինձ թվում է։ Ու շուտապույտ, որտեղ այս արտագաղթն ինձ վրա ազդում է որպես մտավորականության ներկայացուցիչ, բայց մենք հնարավորություն չունենք։ Ինձ թվում է ժողովրդը ինքն է մեղավոր, որ այս վիճակում է։ Ծակոկյան, եթե ասեմ այդ շնեի նկատմամբ չար վերաբերմունքը եւ այդ փողոցներում սալյուտ կոչվող այդ աղմուկը։ Այդ ես գիշերին կրակոց կա, մտածում ես պատերազմ է, ռումբ են գցում, թե մարդիկ զվարճանում են։ Եկ ու միցակ ակամայի չարությամբ ես լցվում, իսկ երբ չարությամբ ես լցվում, քունդ էլ է փախչում։ 2 ամիս զանգում եմ աղբահանության վերաբերյալ, թաղամասը աղբի մեջ թաղված եւ գրում եմ շենքի բնակիչներով եւ գրել են քաղաքապետին, եկել են մի 2-3 պաշտոնյաներ գալստուկներով, այդ ցիտիկի համար ապահովեցին ներկայությունը, աղբը նույն տեղում քաղաքապետարանի պատուհանից երևում է, իսկ անցյալ շաբաթօրը ես որ դուրս եկա, ես նկատեցի, որ քաղաքապետարանի դեմը ուղիղ 6 հոգի հավաքարարներ քաղաքապետարանի առջևը, այսպես ասած, մաքրում էին 100 մետրենյան աղբի մեջ թաղված քաղաքի կենտրոնում։ Համար առաջին խնդիրը իմ կարծիքով դա երկրում խաղաղության պահպանումն է, հարևան երկրների հետ խնդիրների ճիշտ կողմնորոշումը մեր ղեկավարության կողմից եւ իհարկե շատ կարեւոր է այդ քննարկվի համատեքստում ինչ որ տարածաշրջանում է կատարվում։ Հայ ժողովրդի արտագաղթը ամենամտահոգիչ խնդիրը։ Անձամբ դուք եք բախվում այդ խնդիրներին։ Իմ տղաները ստեղ չեն, աղջիկը ստեղ չի, իմ ընտանիքը ստեղ չի, արդեն ես բախված եմ այդ խնդիրներին։ Ես մորս հետ մենակ եմ մնում, կնոջս հետ։ Հայաստանում ինչ խնդիր պետք է, տեղով խնդիր է Հայաստանը։ Այդքան բան կարող եմ ասել։ Տեղով խնդիր է, սկսած նախագահից մինչև դուրսելած հավաքարար։ Աշխատանք չկա, մարդիկ էլ փող չունեն, որ ապրեն։ Իսկ բանում էլ այդ զարմարի տեղը որտեղ է, որ առաջվա բաներ հավաքվել են, իրանք որոշում են իրանք աշխատավորները բարձրացնում են, մերն էլ ցածրացնում են։ Այդպես էլ ապրում ենք էլի։ Հայաստանում ինչ խնդիրներ են հուզում ամենից շատ։ Վայ, շատ հուզող խնդիրները որոնք են Հայաստանում ապրելով, որ ամեն օր բախվում եք դրանց։ Ես նոր եմ եկել Մոսկվայից, ամսի 8-ին։ Այսօր չգիտեմ ամսի քանիսն է։ Ամեն օր Երևան քաղաքում գործ եմ անկալ, չեմ կարող, խնդրեմ չեմ կարող միջև այսօրը գտնել։ Ես հիասթափված եմ 100%։ Այսպես ման եմ գալիս, որ թռնեմ։ Ես ստանեմ թոշակ 40,000, տուգանել են 70,000 այդ փողոցային երթևեկության նշաններով։ Եթե հնարավոր է, ես պետք է պրեզիդենտին նամակ գրեմ, որ ես թողեմ այս երկիրը գնամ կորեմ, 40,000 թոշակի դեպքում այդքան տուգանք են նշանակում։